Es importante para mí, pero Այս մրցանակը կարևոր է ինձ համար, բայց այն մեծ նշանակություն ունի այն պատճառով, քանի որ թիմային աշխատանքի արդյունք է։ Անհատական մրցանակների թիկունքում միշտ կանգնած է մեծ թիմ, ֆուտբոլիստները, մարզչական շտաբն ու ամբողջ ակումբը։ Սա բոլորի ամենօրյա կազմակերպված աշխատանքի արդյունքն է, սա բոլորիս մրցանակն է։ nosotros cuando llegamos al país Երբ ժամանեցինք ակումբ, բոլորի կողմից արժանացանք ջերմընդունելության։ Նոր ակումբ ժամանելիս շատ կարևոր է հասկանալ այդ թիմի ֆուտբոլիստերին։ Շատ կարևոր է, որ թիմը ունենա հստակ սկզբունքներ, իմանա ինչպես է խաղալու։ Շատ կարևոր է, որ ֆուտբոլիստները ընկալեն մեր փոխանցած գաղափարներն ու իրագործեն դրանք խաղադաշտում։ Այս թիմի խաղացողները մեր ժամանման առաջին իսկ օրվանից շատ լավ հասկացել են մեզ, եւ դրա շնորհիվ շատ խաղերում մենք հաղթել ենք։ es un boxeo muy importante para nosotros porque conoce la liga. Գևորգ Ղազարյանը էական նշանակություն ունի թիմում, քանի որ ճանաչում է առաջնությունը, անհատապես ճանաչում է ֆուտբոլիստերին եւ գիտի թե որ խաղաոճը կարող է աշխատել այստեղ։ Երբ նոր երկիր ենք ժամանում, պետք է ճանաչենք այդ երկրի մշակույթն ու առանձնահատկությունները։ Հնարավոր է մենք ունենանք լավ գաղափարներ, որոնք աշխատում են մի երկրում, բայց այլ երկրում դրանք չաշխատեն։ Փորձում ենք հասկանալ հայկական ակումբների առանձնահատկությունները, ճիշտ եզրակացություններ անելու համար։ Արդեն իսկ շատ դետալներ ենք ավելացրել մեր խաղին, բայց բազմաթիվ գործոններում դեռ շատ աշխատանք ունենք անելու։ Հոկտեմբերին հաղթեցինք մեր բոլոր խաղերը։ Ամենակարևորը Նոայի նկատմամբ տարած հաղթանակներ։ Նոան գործող չեմպիոնն է, շատ ուժեղ թիմ է, ինչն արդեն ապացուցել է կոնֆերենցիաների լիգայում։ Ունի շատ բարձրակարգ ֆուտբոլիստներ։ Նոայի դեմ վիճակագրությունը մեզ համար լավը չէր, նախորդ 6 խաղերում նրանց չէինք հաղթել։ Կարևոր էր նաև այն փաստը, որ հաղթեցինք նրանց ստադիոնում, քանի որ դա մեզ մեծ վստահություն հաղորդեց։ Գուցե մենք չունենք լավագույն կազմ այս առաջնությունում, բայց կարող ենք հաջողության հասնել մրցունակության շնորհիվ։ Հենց դա էլ տեղի ունեցավ Նոայի դեմ խաղում։ Los retos cuando llegamos Հայաստանում վերջին տարիներին այլ ակումբներ են դոմինանտ եղել։ Իհարկե Արարատ Արմենիան էլ հաջողություններ է ունեցել նախկինում։ Մեկ անգամ դարձել է երկրի չեմպիոն, եւ մեր նպատակն է, որ շարունակենք հաղթել։ Երկար ժամանակ է չենք դարձել չեմպիոն, եւ մենք ունենք հստակ հավակնություն։ Ամեն օր դառնալ ավելի լավը, ավելի մրցունակ եւ մտնել առաջնության եզրափակիչ հատված, պահպանելով չեմպիոնության հնարավորությունները։ Դա է մեր մարտահրավերը։